Ժորժան, դուք տեղյակ եք, որ Շահումյանի մանկապարտեզը գործարկելուց եւ Այգեշատի մանկապարտեզը գործարկելուց հետո դաշտի երեխաները շատ քչերն են արդեն գնում Արագածոտնի մարզ, մասնավորապես Սասունիկ, չէ, եւ Օշական։ Հիմա մեծ մասը արդեն գալիս են հարևան կպած գյուղերը։ Այլ հարցեր ինչ ունենք։ Ինչն է հետաքրքիր։ Կեսը հեռու են, մենք բարձրախոսով չենք խոսում, ձեզ չենք կարող տեսնել։ Մենք ձեզ չենք լսում, դուք մեզ չենք լսում։ Քանի արգիշտին մեր ղեկավարն է, մենք խնդիրներ չենք ունենա։ Ծափարեք։ Բայց ամենաշատ խնդիրները դուք եք Դիմանալով այսքան տարիներ մենք համոզված ենք, խնդիրներ չենք ունենա։ Շնորհակալ ենք շատ։ Հենց Շահումյանի ամենահեշտը մեր համար։ ամենամեծ շնորհակալությունը, որ մենք ինչ վիճակում էինք աշխատում, երբ տեղափոխվեցիք Խոյ համայնք, այո, անմիջապես արձագանքեցիք եւ ամենամեծ շնորհակալությունը, որ քարոզարշավի ժամանակ աշխատողներին չեք պարտադրում։ Ամենամեծ շնորհակալությունը հենց դրա համար։ Դե հենց էտա փոխվել է Հայաստանում 10 տարուց հետո։ Դե փոխվում է։ Եթե ասեն ինչա փոխվել, ասեն որ դա հաստատ Դրա համար մեծ շնորհակալություն։ Երկրորդը ասեն որ ճանապարհներն էլ է փոխվել։ Մենք այս 18 թվից հետո 5000 կիլոմետր ճանապարհ են կառուցել, վերակառուցել Հայաստանում։ 400 կիլոմետրը 2025 թվականի մեջ են կառուցել, որից մոտավորապես 35-40 կիլոմետրը Արմավիրի մարզում։ Այսինքն դրանք այն ճանապարհներն են, որոնք դուք ամեն օր օգտագործում եք։ Իհարկե Արմավիրի մարզում ամենամեծ ծավալի աշխատանքը չենք արել, ամենամեծ ծավալի աշխատանքը մենք այս պահին ճանապարհաշինական անում ենք Սյունիքի հատվածում, բայց նաև կարծում եմ 30-35 կիլոմետրը ինքը բավական մեծ ծավալ է։ Բացի դրանից ես ասեմ պարոն նախարար, որ մեր բուժամբուլատորիաները, վերջին բուժամբուլատորիան հիմա վերանորոգվում է Հայթաղ գյուղում, դրանից հետո մեր առաջնային ծրագրերի մեջ է բուժկետերի, ամեն գյուղում գտնվող գործող բուժկետերի վերազինումը, նորոգումը եւ կահավորանքը։ Պարոն Գևորգյանը ամեն ինչով մեզ աջակցում է։ Բայց մենք պայմանները ուզում ենք ել ավելի լավացնենք, որպեսզի մեր բնակիչները կարիք չունենան ամեն անգամ բուժամբուլատորիա գնալու։ Հետևաբար խնդրում ենք ձեզ ոչ միայն նոյեմբերի 16-ին գնաք ընտրության, այլև ձեր հարևաններին, ընկերներին, ընտանիքի անդամներին, ինքը բոլորը այդ օրը մեկը մի զբաղվածություն կարող ունենա, մեկը այլ զբաղվածություն կարող ունենա, նոյեմբերն էլ աշուն է, եղանակային պայմանները չգիտեն, կարող անձրև գա, մեկը հավեսել չանի տնից դուրս գա գնա ընտրության, խնդրեք ու կոչ արեք, որ անպայման գնան ընտրության, անպայման քվեարկեն քաղաքացիական պայմանագրի ու ցուցակը գլխավորող պարոն Մեխակյանի օգտին, որպեսզի երաշխավորված շարունակենք այն աշխատանքները, որոնք սկսել են։ Մենք տրամադրված ենք աշխատանք անելու։ Մեխակյան ջան, կընտրենք, դուք էլ կընտրվեք ու թող բոլորը նախանձեն մեզ, որ մենք ձեր նման բանիմաց, գործունյա, խելացի, ազնիվ, ճանաչելով ձեզ եւ ձեր պապային։ Այտենց մարդ չի, այտենց ղեկավար սաղ կնախանձեն մեզ։ Շնորհակալ եմ։ Բոլոր պատասխանները ունեցանք։ Ներողություն դուք բուժկետի մասին ասացիք, դուք բժշկական խալաթով լիչել եք։ Հա, դե գործի էի, որ գիտեի գալու էր պարոն Մեխակյանը, ես հետևում է բուժկետը, շատ լավ սարկած է, իսկ Շահումյանում, երբ որ Խոյ համայնքը ձևավորվեց, մենք անմխիթար վիճակում էինք աշխատում, ջուր չունեինք, ոչ մի բան։ Պարոն Մեխակյանին, երբ որ դիմեցինք, ինքը դիմեց նախարարություն, եկան տեսան ու շատ գեղեցիկ, շատ լավ Շահումյանում է տեղամասը 5 գյուղի Խախտում չի, որ աշխատանքային ժամին մասնակցում եք քարոզարշավին։ Չէ, ուղղակի ես դուրս եկա, տենց եկա, ես նոր նշեցի, ամենակարևորը նա է, որ երբեք չեն պարտադրել բուժ աշխատողը, ում ընտրի ինչ անի, դրա համար ուղղակի դուրս եկա, այդ պայն իվան չունեի, դուրս եմ եկել, մեր Որպես ինչ եք աշխատում։ բուժքույր, ընտանեկան բուժքույր, հա։ Շնորհակալ եմ։ Ամենակարևորը նա է, որ չեն պարտադրել մեզ ում ընտրենք, ում չընտրենք, դա առավելությունն է։